Ողջույն իմ շատ սիրելի հեռուստատողներ, մենք Սփյուռքի առաջ ենք կրկին անգամ հիշեցնում եմ ձեզ, աշխատում ենք մենք ձեզ համար, առհասարակ մեզ կարող եք հետևել AABC հեռուստակայանի եթերում եւ իհարկե նաեւ Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Խոսում ենք մեր իրականության մասին, դժվարություններ, անկայունություններ, անհաշտություններ, որոնք մեզանում շատ են եւ առկա են։ Այդ ամենին պետք է վերջնականապես լինեն լուծումներ։ Այդ իսկ պատճառով մենք հրավիրում ենք բարբերաբար այնպիսի հյուրեր, որոնք որոշ չափով տալիս են բանաձևը եւ առհասարակ նաեւ որոշ չափով կարողանում են բացատրել ինչու այսպես եղավ, ինչից սկսվեց եւ ինչու հասանք այս օրվան։ Այսօր իմ տաղավարի ինտերակտիվ հաղորդակցության հյուրն է դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, բարև ձեզ պարոն Ղուկասյան։ Շնորհակալություն չմերժելու համար իմ հրավերը եւ շատ հետաքրքիր է ձեզ այդ անմիջական միշտ զրուցել։ Ես քանի որ նախաբանը սկսեցի ինչու այսպես եղավ, ինչից սկսվեց եւ ուր ենք հասնելու, այս ամենի մասին կխնդրեմ դուք ներկայացնեք ըստ ձեր պատկերացումների, թեև ձեզ հնարավոր չի հարցեր տալ, դուք ձեր ամբողջական եթերներում այնքան ամեն ինչ բացատրելի եք ներկայացնում, ամեն ինչի մասին այնքան շատ եք ասում, որ եկեք ուղղակի այս հարցից սկսենք եւ շարունակենք մեր զրույցը, լավ։ Դուք շատ գլոբալ ռետորիկ ինչու այսպես եղավ։ Որտեղից սկսվեց, նա սկսենք որտեղից սա սկսվեց, ինչու այսպես եղավ եւ ուր ենք գնալու այսպես։ Ստեղ ներողություն, ձայնը կորավ ձեր։ Հիմա նորից կրկնեմ հարցը։ Իմ ձայնը լսում ա։ Ձեր ձայնը լավ եմ լսում։ Իմ ձայնը լսում եք դուք։ Ուրեմն ստեղ այդ ամբողջ դժբախտությունը կանոնում է նրանում, որ այս ամենի սկիզբը ես համարում եմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից։ Այս ամենը սկսվեց այդտեղից եւ գլխատվեց պարլամենտը։ Երբ Հայաստանի Հանրապետության ղեկը անցավ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան անձանց տիրապետության տակ եւ այդտեղից սկսվավ, ուզում եք ինչի սկսվավ, այդտեղից սկսվավ, որովհետեւ մինչեւ այդ ամեն ինչ որ դա անգամ կատարվում էր, հոսանք չկար, լույս չկար, գազ չկար եւ այլն, մենք հասկանում ենք, որ պատերազմ է եւ դա բնական է, այո, նման բաներ էլ կարող է մեզ այդ բանը պատահել, բայց երբ որ հաղթանակելուց, ամեն ինչը իր տեղը դնելուց հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 27, որն էլ որ կազմակերպվեց Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դա արդեն ոնց որ ես եմ օգտագործում եմ բառապաշարի մեջ գրուկ, պեչատուկ, այդ երկու անձանց բարձր հովանուներկու հենց այդտեղից սկսվեց ընտրակեղծարարություններով, սկսվեց քվե առնելով, կոռուպցիաներով, բանակից իրենց հարազատներին ազատելով, բանակը թալանելով, այս սկսվեց ամեն ինչ հենց այդտեղից եւ եկավ հասավ նրան, ինչի որ մենք այսօր եկանք եւ հասանք ձեր հետ միասին։ Սկսվեց։ Լավ, իսկ ուր ենք գնալու այսպես, ըստ ձեզ։ Այսպես գնալը ես չգիտեմ, մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու, որովհետեւ գիտեք ինչ, մարդիկ, որոնք որ վերցրել են երկրի կառավարման ղեկը եւ տարիներ առաջ գծագրելով այն ինչ պիտի լինի մեզ հետ, իրենք իրենց գծագրերի մեջ բնական է չէին ներառել, որ կարող է հանկարծ հայտնվի մի անձնավորություն կամ անձնավորություններ նշանակություն չունի, որ կարող է գտնվելով ոչ Հայաստանի Հանրապետությունում, գտնվելով ոչ իրենց ազդեցության գոտու, անեն այն, ինչը որ հետագայում կխոչընդոտի հենց այդ նույն մարդկանց ծրագրերի իրականացմանը։ Հավատացնում եմ ձեզ, ես ինքս էլ, եթե ինձ 2014, 16, 17 կամ մինչև այդ թվականներն ասեին, որ դու պետք է զբաղվես քաղաքականությամբ, ամենաուժեղ բախտագուշակն անգամ, ես միանշանակ թերահավատորեն կմոտենայի նման ախտորոշմանը։ Եվ այն մարդիկ, որոնք որ գծագրել են, իրենք չեն պատկերացրել, դա շատ նորմալ է, որ կարող է մեկը հեռախոսը դնի իր առաջ, 6 տարի շարունակ ոչ միայն հայոյելով, որ ասեն ինքը հայոյում է, մենք չենք հայոյում, մենք
փաստեր եք ներկայացնում, լուսաբանում, բարձրաձայնում, ապացուցում, հիմնավորում եւ այդ ամենը այո ուղղորդում է բոլորիս համար հարազատ կամ ոչ հարազատ փողոցային բառապաշարով, որը որ ուժ է տալիս այդ բառի, ոնց որ գյումրեցիներին կսեն այդ գն վերջի ինչն է, այդ համ գ բերել գ, կսեդիկ բառը տանող հրթիռն է։ Հիմա Վարդան Ղուկասյանի մոտ է բառը տանող հրթիռը, որը ուժ է տալիս տվյալ ինֆորմացիային եւ համ հոտ ոգի եւ այլն, դա հավյանքն է, որը որ եւ այդ հավյանքն էլ հնչում է ոչ բոլորի հասցեին, հավյանքը հնչում է այն պետական կամ ոչ պետական чиновникների հասցեին, որոնք որ օղակյան միջական պատասխանատվություն են կրում այդ դեպքի, այդ միջադեպի, այդ թալանի եւ կոռուպցիայի հետ կապված։ Եվ չգծառնելով, չմցնելով Վարդան Ղուկասյանի ֆենոմենը այդ ծրագրի մեջ, ճանապարհային քարտեզին երկիրը բես հասցրեց այսօրվա, մենք հիմա այսպես ասած ժառաբեկոր ենք, որը որ հայտնվել է գծերի վրա, այդ ճանապարհային քարտեզի, որի վրա հիմա այդ պոեզը պիտի գնացքը, այդ երկիրը կործանման տանող գնացքը գալու է եւ բախվի։ Հիմա ժողովրդից է կախված, մենք կարողանանք կանխել երկիրը կործանման գնացքի հետագա ճանապարհը, թե ոչ։ Ամեն ինչ կապված է ժողովրդից, թե էլի հավատալով նախկիններին, հավատալով ներկաներին, փորձելով նրանց իրարից տարանջատել, մտածելով, որ չգիտեմ, Սերժը կարող է գափրգի, Ռոբերտ Քոչյանի տղեն կարող է գափրգի, Վազգենի քուրը կարող է գափրգի, կամ Նիկոլը փրգի, այսինքն ես չգիտեմ, արդյոք ինչ կարգի միամիտ կամ անկիրթ շփոթված պիտի լինի, որ նույն գետը նորից մտնի։ Մարդ մի անգամ իա ձեռը այրում է, երկրորդ անգամ այդ բանին աշխատում է չկպնել։ Պարոն Ղուկասյան, ես հասկացա, բայց ամեն դեպքում խապված ժողովրդին հեշտ է այդ ամեն ինչը բացատրել։ Չէ՞ որ նրանք կարողանում են ըստ ձեզ ակտիվությամբ խապել ժողովրդին եւ խապված ժողովրդին դա հեշտ չի բացատրել, բայց եթե մի մարդ մի անձից մի անգամ խապվել արդեն, երկրորդ անգամ այդ նույն անձին հավատալ եւ գնալ ձեն տալ, բայց գործում են տեխնոլոգիաներ, գործում են մեխանիզմներ, տեխնոլոգիաներ, այլ ինչ տեխնոլոգիա, ուզում ես գործի, դու տենում ես նույն մարդու դեմքը։ Դու նորից տենում ես Սերժ Սարգսյան, դու նորից տենում ես Ռոբերտ Քոչարյան, դու նորից տենում ես Նիկոլ Փաշինյան, լավ 6 տարի Նիկոլ Փաշինյանը, 10 տարի Ռոբերտը։ Ըստ ձեզ, հիմա տեսնում էինք նորություններ Բագրատ Սրբազանի տեսքով։ Ասեք, տեսեք, կարողանում են մարդկանց գտնել, բերել։ Բագրատ Սրբազանն է, մի րոպե, Բագրատ Սրբազանն էլ ինչ արեց, 60000 մարդ լցեց հրապարակ, ասեց գնացեք տներով։ Էլ ինչ անի այդ մարդը, որ դուք հավատաք, որ ձեզ խաբեց։ Բագրատ Սրբազանը էպիկենտրոնը Կիրանցից տեղափոխեց Հանրապետության հրապարակ, վերջում էլ Հայաստանի նման ասեց ցավառեք տներով։ Ժողովուրդը ցավառան տներով։ Բայց սա բերում է նրան, որ ժողովրդի հետո գնալ դեն տալ։ Նույն Բագրատը վեկալա ժողովրդին տարավազգային ժողով, մեկի շինեց ինվալիդ, մեկի շինեց հաշվանդամ, ծեծի ջարդին տարան կողին վեն, ինքը թողեց գնալ։ Բայց սա բերում է նրան, որ ժողովրդի մեջ հավատն է կոտրվում, պարոն Ղուկասյան, դա է մասը։ Այդ տեխնոլոգիան է մասը։ Հասկանում եմ ես ձեզ, բայց այդ Բագրատը ինքը չէ թաքցնում, չէ ինքը ում հետ է շփվում։ Նույն դաշնակների, նույն Իշխանի Սաղաթելյանով Նիկոլ Փաշինյանի ժամանակ եղել է մարզպետ։ Նույն այն Արծվիկի, նույն Ռոբականների, այսինքն այդ տնից դուրս եկած մարդա։ Ինքը հարևան տնից խոմ չէ, ինքը այդ տնից է, ժողովուրդը պիտի հասկանա, որ նախկիներ, ներկաներ այս կոալիցիան, որոնք որ իբր թե մեկը մեկի հետ չունեն, ազգային ժողովում կայնը մեկը մեկի ինչ ասում են, թատրոնը, ստոր, սրիկա, թալանչի, սա երկիրը տանելու է կործանման, սրանք իրենց արբանյակ կուսակցություններով։ Եվ միակ մարդը, Վարդան Ղուկասյանը, որ ասում է, ես իմ նախընտրական ծրագրի մեջ մտցնում եմ ապատժի մասին հոդվածը, կողմեք թե ոչ, որ պետական դավաճանություն ունենալը, դավաճանության տակ մտնող անձի պիտի գնդակահարվեն, լամանավան 44-օրյա պատերազմով անցնող։ Հասկանալ է, պարոն Ղուկասյան, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր բոլոր նախկինները պետք է դատվեն։ Դե Նիկոլ Փաշինյանը խաբեց, ճիշտ է։ Դուք էլ ասում եք, ես էլ պետք է գնդակահարեմ, բա որ հանկարծ։ Ես էլ ասում եմ, ես էլ Նիկոլի, Ռոբիկի, Սերժիկի պիտի գնդակահարեմ։ Հիմա եթե ինչ-որ մի ձև չի ստացվում մեզ մոտ գնդակահարությունը, սրանք կա։ Ու Վարդան Ղուկասյանն ասում է, չանողը,
Մտքին է տա, սիրելի ընտրող, չեմ ուզում հիմա ձեր եթերն օգտագործել պիտի կա։ Ես էլ ասեմ չանողը մտքին է տա, եւ բերեն Նիկոլ Փաշինյանին համեմատեն Վարդան Ղուկասյանի հետ, ասել այն էր ասել, բայց ով է Նիկոլ Փաշինյանը։ Լրագրող, բանակ չծառայած, դիպլոմ չունեցող Չեն ավարտել գեղի մամուլի ներկայացուցիչ, ով 6 տարի, 10 տարի աճեցնել է պարնիկային կուլտուրայի մեջ, որը կոչվում ազգային ժողով, Սերժ Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի դինաստիայի կողմից։ Իհարկե չի խոստովանում, որ ամիսը 8 միլիոն դրամ փող են տվել Նիկոլ Փաշինյանին։ Դեմացը հենց ասել Վարդան Ղուկասյանին ամիսը 8 միլիոն դրամ փող են տալու, որ մեզի ներողություն քրֆեջ։ Պարոն Ղուկասյան, մենք բոլորս այս միասին խոր գիտակցում ենք եւ լավ հասկանում ենք, որ այսօր այնպես են այդ ժամանակի ընթացքում այդ խաբեբայություններով, այդ տեխնոլոգիաներով, այդ հնարավոր process-ներով ժողովրդին այլևայլել, որ հենց ժողովրդին են դարձրել հանցագործ իրենց ռեժիմի մեջ։ Ժողովուրդն է արդեն ինքը հանցագործության ռեժիմի մեջ։ Եվ այստեղ Սփյուռքում, եւ այնտեղ, որովհետեւ ամեն ինչ արվել է, որ այդ խաբեբայության ընդհանուր բովանդակության մեջ ներգրաված է եղել հենց ինքը ժողովուրդը։ Այսօր ժողովրդին դուրս գալու այդ վիճակից հնարավորություններ է պետք տալ։ Ճիշտ է, ձեր խոսքը շատ արդիական է, շատ կարևոր է եւ բնականաբար շատ ընկալելի է, մանավանդ որ դուք գործ եք անում, դա բոլորի աչքի առաջ եք անում եւ տեսնում ենք թե ինչպես եք մարդկանց կարողանում օգտակար լինել, անկախ ամեն ինչից զայրանալ, ստեղծել իրավիճակներ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հարցի լուծումներ, այն պրիմիտիվ անգամ լուծումները, որ չինովնիկները չեն ցանկանում տալ։ Ես վերջերս Հայաստանում եմ եւ բազմակարծություն կա ձեր անձի շուրջ։ Ես ուզում եմ սա մեկնաբանեմ, մասամբ իրապես ձեր անունը շատ այսպես վստահաբար հնչում է շատ մարդկանց շուրթերից, որովհետև կարծես թե փրկության ինչ-որ շափաբաժին են ուզում ձեզանից, բայց մարդիկ էլ կան, ասում են ամեն անգամ վա այդ հայհոյանքները դարձրել է այդ հայհոյական այդ իրավիճակը պրիմիտիվ, այսինքն մարդիկ արդեն ասում են դե լավ քրվում անցնում, անգամ հումորիստներն են ասում, բոլորդ կգնա, կհավաքվեք, կնստեք, Վարդան Ղուկասյանը վերջում սարից կհայհոյի կգնաք տուն, սա դառնում է արդեն հումորի առարկա, այսինքն հայհոյանքն էլ է արդեն իր ուժը կորցնում, ուրիշ ինչ ճանապարհներ կան, որ այս ամենով մենք կարողանանք խելքի բերել այս իրավիճակը, ըստ ձեզ։ Միակ, եթե դուք հարցնում եք ուրիշ ինչ ճանապարհներ կան, ամենամիակ ճանապարհը դա գնալ ընտրատեղամաս, գնալ, ուղղակի գնալ, եթե անգամ չեն ընտրում Վարդան Ղուկասյանին, եւ որ ասում է ջահանդամը գյորը ընտրեն, то ուղղակի տնից վեր կենալ, հետույքները փոկեն, գնալ ընտրատեղամաս, ու թող չգիտեմ վեկալ նամակետը թերթիկի վրա վեկալ են գրել մսամերիկ, բայց գնան Որովհետև մեր քաղաքացիները, երբ որ ասում են մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, դա ամենասխալ, ամենաանգրագետ, ամենաանտարբերություն իր մեջ պարունակող արտահայտությունն է եւ մոտեցումն է։ Ինչ է նշանակում ես չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Քեզ ոչ մեկ չի խնդրում քաղաքացի նստես, կուսակցությունները ուսումնասիրես, սրանց բայց դու պարտավոր ես քո քաղաքացիական դիսկուրսումը հայտնել այս իշխանությունից, այս տեխնացուից, դու գոհ ես, թե գոհ չես, մեկին դու ձայն պիտի տաս, թե չէ քո չգնալը, երկիրը բերեց հանգեցրեց սրան, իմ նախընտրական ծրագրի մեջ կա այդ կետը, որ եթե քաղաքացին չի գնում ընտրատեղամաս, չի քվեարկում ոչ հարգելի պատճառով, պիտի տուգանվի, 30,000 դրամ, 50,000 դրամ, 100,000 դրամ, պիտի տուգանվի, Որտեղ դու չես կարող, դու չես կարող, երբ որ քեզ դա չի հետաքրքրում, իշխանության են գալի այնպիսի մարդիկ, որ երկրի հերը անցում են, իսկ շարունակում են անից են, ծառից, հոտից, կենդանուց, տրանսպորտից, գծեն, մծեն, փոշի, այդ ամենի, քո չգնալը բերում է դրան։ Եվ երբ որ դուք ասում եք Վարդան Ղուկասյանը հարելում, գիտեք ինչ, ես այսպիսին եմ, Ես չեմ ասում, խոսք եմ փոխանցում, որտեղ լսում եմ։ Այդտեղ են ասում, գիտեմ, Հայաստանում են ասում, այդ դեռ ասում ումը դուրս չի գալիս, հաջողություն, չամադան, Այստեղ դուրս գալու հարցի մասին չեմ խոսում, ուղղակի ասում եմ այդ հայոյանքը արդեն դառնում է ինչ-որ կոպիտ չհնչի, բայց պրիմիտիվի պես մի բան, որ հեսա եկանք, այս անձին տեսանք, Վարդան Ղուկասյանը պարտադիր սրան քրֆելու է, սրան հայհոյելու է, սրան հայհոյելու է, արդեն սովորական է դա։
նայեք, այո, մարդիկ կան, Իմունիտետ է ձեռք բերել արդեն, ասած ըստեղ։ Հենց դա եմ ուզում ասել, որոնց համար հայրենիքը կդառնա արդեն իմուն համակարգը դրա նկատմամբ ունի բավականին լուրջ դիմադրողականություն։ Բայց անկախ ամեն ինչից այդ մարդիկ կան թե չկան, Վարդան Ղուկասյանը նորից են կրկնում ինքը իր եթերի մեջ ուզում վերցնել Երևանի քաղաքապետ Սիսի Ավինյանին։ Սիսի Ավինյանին մենք միայն չենք հայոյում, մենք ամենաշատ թուղթ-թանակ հրապարակած լրատվականն ենք այսպես ասած իմ տելեգրամային ալիքը, որը դրեց եւ հրապարակեց Սիսիի եւ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիան թալանը մասշտաբերը։ Մենք դա հրապարակեցինք եւ պատահական չէ, որ հենց իմ նախկին կուսակցությունը, որի անունը չեմ ուզում տամ, հենց դա պայթացրեցի, ես էլ իմ երթին դրեցի այդ դավաճանների, դրեցի Լակերովի դագաղը, ի տարբերություն մյուս այն կուսակցությունների եւ ֆրակցիաների, որոնք որ արդեն տարանջատված են մի քանի մասերի, բայց չեն հրապարակայնացում դրա մասին։ Նույն Հայկ Մարությանի 14-15 հոգանոց ֆրակցիան կիսված է մի քանի մասի։ Հասկանալի է, մանավանդ որ իմպիչմենտի հարցը չի ստացվում մի տեսակ, իմպիչմենտի հարցը չի կարգավորվում։ Ինքը լրում է նույնը Թևանյանը։ Եվ եթե հիմա ես միանշանակ համոզված եմ, որ եթե ինտակ կգտնվեն անգրագետ տավարներ, որոնք կգրեն դու բերեցիր Սիսին, ես բերել եմ, դուք էլ լարեք։ Հասկանալի է։ Մենք պաշտոնանալման մի տարի լրացել է, հանգիստ կարելի է ասել goodbye my friend, բայց 22 հոգու ստորագրություն 22 է, այնտեղ թիվ է, խայտարակ թիվ, չեն կարողանում ստանալ։ Այդ մի տղա կավականի խփել այդ տետրակը դոշի, թորիկ մորթուրի նման, սրատնից նրատունագրել, նրատնից նրատունագրել, չեն ստորագրում դրա տակ։ Այդտեղ Վարդան Ղուկասյանն է մեղավոր, անգրագետ ոչխար, ով հիմա եթերի տակ գրելու է դոգը բերեց Սիսի։ Պարոն Ղուկասյան, մենք մի փոքր ընդմիջենք, խնդրում եմ, գովազդային կարգատար է մեզ մոտ, շարունակելու ենք մեր եթերը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, պարբերաբար ես ուզում եմ ձեզ տեղեկացնել Երևան շիփինգի գործունեության մասին։ Տեղեկացնում եմ, որ այս նոր տարվա նախաշեմին հետաքրքրական եւ գեղեցիկ այս առաջարկությունները, որը ներկայացնում է այս ընկերությունը, ուղղակի զարման կարող է հաղորդել, բայց ոչ, սա իրականություն է։ Այնպես որ հիշեք, կարող եք ծանրոցներ ուղարկել դեպի Հայաստան օդանավով, արժեքը ընդամենը 299 պաունդը եւ իհարկե դրամական փոխանցումներ կամ դոլարային փոխանցումներ ընդամենը 1%-ով։ Մի խոսքով Երևան շիփինգ հրաշքներ է գործում գովազդներ եթերում։ Երևան շիփինգ սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օդանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, 2%։ հա։ Ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ գլենդել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան շիփինգ սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օդանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։
2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ կալենդել։ Մենք վերադարձանք գովազդային կաշդաթարից իմ շատ սիրելի հեռուստատողներ, տեղեկացնում եմ մենք նստած ենք Սփյուռքի առաջ եւ իհարկե այսօր իմ հաղորդման ինտերակտիվ կապի հյուրն է Դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Պարոն Ղուկասյան, մենք ունենք հաղորդումը երկու մասով ենք եթեր հեռարձակելու։ Այս մասում ես պարզապես ուզում եմ այսպեսի մի հարց տալ, չգիտեմ որքանով է սա պրովոկացիոն հարց կամ չգիտեմ որքան անհրաժեշտ հարց, բայց սա ուղղակի էլի ժողովրդին հուզող հարց է։ Դոկ կուսակցություն, այդ դոկ կուսակցություն եւ պատկերացնում են միայն Վարդան Ղուկասյան, ուրիշ ովքեր կան ձեր կուսակցությունում եւ առհասարակ ձեր կուսակցության անդամները այսօր թեև տեսնում են Գյումրիում եւ այլուր ամենուրեք հանդիպումներ, բայց կուսակցությունը ինքը համախմբվում է, թե մի ամբողջ Վարդան Ղուկասյան է դոկ կուսակցությունը։ Կուսակցությունը ինքը համախմբվում է եւ կուսակցության անդամներին, այսինքն այն անձանց, ովքեր որ պիտի լինեն նախընտրական ցուցակի մեջ, բոլորին խնամքով թաքցնում եմ ես։ Այո։ Բոլորին խնամքով թաքցնում եմ ես եւ գիտեմ ինչի համար եմ թաքցնում, ես թաքցնում եմ այդ մարդկանց այս փուլում իրենց անվտանգության համար ես թաքցնում եմ, որպեսզի տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ նախորդի հետ, որովհետև նախ ես նաև բացառում եմ նախորդի բանակցությունը, որովհետև այն կուսակցությունը, ինչպես այդ կուսակցության գերբի վրա էր պատկերված, երկգլխանի արծիվ էր, այսինքն կուսակցությունը ղեկավարում էին երկու հոգի, Վարդան Ղուկասյան եւ Արթուր Գալստյան, ոչ բանով։ Եվ ամեն մեկը ուներ իր գաղափարակիցները, իր կողմնակիցները, որոնք որ իմ կողմնակիցներն էին, նրանք բոլորը թքեցին հանրային ձայն կուսակցության վրա եւ տարանջանվեցին։ Իսկ այս կուսակցության հետ կապված դոկ կուսակցության խորհրդանիշը Одинокий Волк, միայնագայլն է, որը որ, այսպես ասած, իր բռնած ճանապարհով գնալու եւ հետեւից շարժվելու են մյուս գայլները։ Եվ այդ անձիկ հրապարակային գործունեություն կծավալեն հենց հայտարարվի նախընտրական շրջանի մասին, այսինքն ազգային ժողովի մասին է գնում խոսքը եւ վստահեցնում եմ ձեզ, այնտեղ կա տարբեր մասնագիտությունների, բոլորը գրեթե 99%-ը բանակում ծառայած առական սերերի մասին է խոսքը, սպաներ, ենթասպաներ, բարձրագույն սպանակակազմ, իրավաբաններ, բժիշկներ, մանկավարժներ, այսինքն բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ ներառված են, այդ մարդիկ գիտեն, որ իրենք ներառված են ցուցակի մեջ, այդ մարդիկ գիտեն միայն ինձ եւ ինձ, ինչպես նաև գիտեմ, որ կա ընդհանուր համակարգող Տիկին Խուդավերձյանը, բայց ես ազատել եմ այդ խեղճ կնոջի ծանր բեռից, որովհետև հասկանալով հանդերձ կցիրախավորվի նաև այդ հարցում եւ այսպես ասած պահում ենք բավականին մեծ գաղտնիության ռեժիմ։ Երբ որ կգա պահը, ժողովուրդը բնականաբար տեսնելու է Վարդան Ղուկասյանի կուսակիցներին, բացի տեսնելու, ժողովուրդը նախընտրական փուլում ծանոթանալու է, տեսնելու է ով է Վարդան Ղուկասյանի ներքին գործերի նախարարի թեկնածուն, ազգային անվտանգության տնօրենի թեկնածուն, էկոնոմիկայի, տնտեսության, պաշտպանության, այսինքն ես վերցրել եմ Միացյալ Նահանգների օրինակը, մեր ժողովուրդը սիրում է, չէ՞ Միացյալ Նահանգները, մեր ժողովուրդը ես վերցրել եմ Միացյալ Նահանգների նախընտրական օրինակը Թրամփի, որը որ ամերիկյան ժողովրդին ներկայացրեց իր ապարատը, որը որ այսքան ժամանակ ոչ մի կուսակցություն այդպես չի արել, մինչև ցուցակ էր, այս օլիգարխ, այն օլիգարխ, այս ինչի տղա, այն ինչի տղա, ժողովուրդը գնում ընտրում էր, հետո Սերժը կամ Ռոբերտում կնշանակեր, վերջ, բայց չէ, այստեղ արդեն ժողովուրդը տեսնելու է, սա իմ արտերազատությունն է, սա իմ դատախազն է, սա տանել է, սա իմ վեդել է։ Իսկ որքանով է, իսկ որքան Եվ նաև հաշվի առնելով, որ այդ անձանց նամանավանդ ուժայիների այս փուլում դնել եւ ներկայացնելը շատ սխալ է,
որովհետև կդառնան խոսելի, որովհետև այս մարդիկ իշխանություն են բանը կորցնում, այս մարդիկ գիտակցում են, որ ժամանակաշրջանը այնպեսին է եկել, որ այս զնահոսքը գալիս է իրենց վրա եւ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի դեմն առնել։ Այդ պատճառով մենք չենք ներկայացնում կգա ժամանակը նախ ընտրություններից 45 օր մենք ամեն ինչ կներկայացնենք։ Պաստոր պարոն Ղուկասյան, պետք է համոզված լինենք, որ ձեր նախընտրական ցուցակում զբաղեցրած այդ անձինք իրոք գործի վարպետներ են, պրոֆեսիոնալներ են եւ վաղ թե ուշ եթե այդ ամենը ստացվի, ուղղակի նախարարական պորտֆելներն էլ կզբաղեցնեն պրոֆեսիոնալ մարդիկ, այլ ոչ թե այսօր տեսնում եք ինչ է կատարվում։ Դուք կարող եք այս պահից համոզված լինել, որովհետև ի տարբերություն այս իշխանությունների մենք չենք վերելու իրավաբանի նշանակենք առողջապահության նախարար, չեկիստին տանենք ատոմակայան, դեղ ուսուցչուհուն վերենք բնապաշտպանության նախարար, այսինքն մեզ մոտ դա չի լինելու եւ ոչ թե պիտի համավստահ եք, որովհետեւ այս նույն քարտաշավը սկսելու ժամանակ մենք ամեն մեկին ներկայացնելու ենք այդ մարդու ինքնակենսագրությունով, որ մարդը հասկանա, օրինակ Վարդան Ղուկասյանի ներքին գործերի նախարարը ով է, այսինքն այդ համակարգից դուրս եկած մարդ է կամ այդ համակարգի մեջ հիմա գտնվող, ԱԱԾ-ով է, այդ համակարգից է, բանակը եւ այլն, որովհետեւ ամեն մի ոլորտ պիտի ղեկավարի տվյալ ոլորտի մեջ կայացած անձը ոչ թե գնաց նշանյաց ում ճարես բերես նշանակեց ասես արի ղեկավարի մի հիմնարկ որտեղ դու կյանքումս մի ոտ չես դրել դու չգիտես այդ հիմնարկի հավաքարարը որտեղից է սկսում ինժեները որտեղից է սկսում չգիտեմ ընդունարանը կամ տոպերատորը որտեղից է սկսում նավոցունից տանեն դնել կենտրոնական բանկ ես գաղափար չունեմ Պարոն Ղուկասյան, վերջի հարցը այս մասի համար ես ուզում եմ պարզապես ասել շատ կարևոր եւս մի բան։ Այսօր ժողովուրդը շատ բարոյալքված է, դա էլ տեսա իրականության մեջ։ Կարելի է համարել, որ երբ որ դուք իշխանությունը վերցնեք, դուք լինելու եք բարոյալքված, մոռացված ժողովրդի վարչապետը։ Բարոյալքված, մոռացված ինչ։ Ժողովրդի վարչապետը։ Այսինքն ժողովրդի վարչապետն եք լինելու։ Սա էս Չէ, ես այդպես բան չեմ ուզում համարել։ Բարոյալքվածը, այո, ժողովրդի մեջ կա հիասթափություն։ Գիտեք, ձեր ասած իմանալն է, ոնց որ ասեն պարտված բանակ, բայց մեր բանակը ոնց պարտվեց, ում պարտվեց։ Մեր բանակի հերը մենք անիծեցինք, մեր զինվորին մենք սպանեցինք։ Մեր հրամանատարներին մենք մատաղարեցինք, մեր Շուշիի մշակույթի տան վրա մենք խփեցինք, եւ հետո կանգնացել հակառակորդը։ Հիմա նույն ձևով էլ ասում եք բարոյալքված, նայեք մի հատ օրինակ բերեմ, եւ ես անով ավարտենք։ 53 տարի Սիրիան եղել է բռնապետի ազդեցության տակ, ճիշտ է։ Ես այս 3 օր ուսումնասիրում եմ Սիրիայի ժողովուրդը մի մարդու նման դուրս են եկել փողոց Մեր լեզվով ասած իրականացնում են գեներալնի շաբաթօրյակ, ծառատունք, մաքրում, փողոցները ներկում, ավերակությունները ամբողջ ազգը դուրս եկել կառուցում ալ նոր Սիրիա։ Նույնը կլինի Հայաստանի Հանրապետությունում, մի ամբողջ ազգ դուրս է գալու փողոց, ծառատունք, մաքրի, ասֆալտի, վերածնունդ պիտի լինի այս ժողովրդի մեջ։ Միգուցե շատերը կասկածամտորեն նորից այդ թույնը մեջները մտելական ուղարկի չար նախանց եւ այլն, բայց ես ասում եմ, մեծ տարբերություն կա զինվորականի եւ ոչ զինվորականների միջեւ։ Վարդան Ղուկասյանը զինվորական է, ինքը լրագրող չի, ինքը չկայացած բանասեր չի, չկայացած պոլիտեխնիկական, Վարդան Ղուկասյանը զինվորական է։ Եվ այս իշխանությունը պիտի լինի զինվորականներինը։ Զինվորականները պիտի միայն այդ մասնագիտության տեր մարդը կարող է, այդ աշխարհից դուրս եկած մարդիկ կարող են երկիրը այս վիճակից դուրս բերել, արմատախիլ անել այդ կեղտի միջից եւ դուրս բերել։ Ուրիշ ոչ մի մասնագիտություն։ Շնորհակալություն հաղորդման այս մասի համար մենք ավարտենք այսքանով ես սիրելի հեռուստատողներին դեկաստում եմ որ այսօր մեր տաղավարի հյուրն էր դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հաղորդումը կունենա շարունակություն մենք կհանդիպենք վաղը նույն ժամին սիրելի բարեկամներ այսօր այսքան ըստեսություն